Ժորժյան բարի լույս, հուսով եմ լավ եք, որովհետև հետաքրքիր նորություն ունեմ ձեզ համար։ Վերջապես կարողացանք գրանցման բոտը ուրեմն ավարտին հասցնել, որը որ հեշտացնելու է մի խոսքով այդ ամբողջ process-ը, չխառնենք իրար եւ այլն։ Դասընթացները նկարահանված են ու եթե ցանկանում եք ուրեմն գրանցվել, լինկը տեղադրելու եմ եւ hiketrading.am-ում, okay, ինչպես նաև տեղադրելու եմ bio-ում, որպեսզի կարողանաք մտնել եւ գրանցվեք։ Հաջորդ վիդեոն, որ տեղադրելու եմ, առաջարկների վերաբերյալ է, թե ինչ տարբերակներ ունենք ու որն է ձեզ համար ամենահարմարը, դա էլ կարող եք ընտրել եւ երբ որ գրանցում անեք, վճարում անեք, միանգամից ձեզ կկարողանանք մուտք տալ եւ կկարողանաք սկսեք արդեն սովորել այն ինչը որ ես ամեն օրյա ռեժիմով անում եմ։ Նենց որ կհանդիպենք արդեն իսկ մեր դասընթացների շրջանակում եւ եկեք սկսենք մեր այսօրվա վերլուծությունը Bitcoin-ի, որովհետեւ բավականին հետաքրքիր ուրեմն պատկեր ունենք։ Ինչն է բավականին հետաքրքիր պատկերը։ Դե շաբաթական գրաֆիկան դեռևս կարմիր է, բայց օրականով տեսեք 3 հատ մոմ ունենք դեպի վերև, որից հետո այսպես անկում ենք ունեցել 3 գիշերը ու երբ որ այս անկումը տեղի է ունեցել, եկել է հասել է այս զոնա, որը որ այս զոնայից կարողացել է այս զոնան նույնպես մաքրի։ Ու այս զոնան, եթե ինչ կարող ենք դիտարկել 4 ժամանոց օրականով ներքևա, 4 ժամանոցով վերևա, հետևաբար դեռևս ունենք լիկվիդացիոն զոնաներ այստեղ վերևը 114,000-114,000-ն էլ այս սահմաններում են, ինչը որ երեք խոսում էի։ Այսինքն ես ամենայն դեպս սպասում եմ, որ 114,000 պարտադիր ինքը հասնելու է, որից հետո արդեն կտեսնենք, կապրենք, կտեսնենք։ Որ զոնաներն են հիմնական 107-ից 106,000-ի սահմաններում, կարա մի փոքր էլ իջնի մանիպուլյացիանի մաքրի, բայց ինձ թվում է 107,000-ի սահմաններում բավականին հետաքրքիր ճնշում ունենք գնորդների, նենց որ եթե իմ տեսանկյունից զուտ դիտարկենք, ապա ես տեսնում եմ վերև բարձրացող։ Շուկան բավականին հստակ է այս տեսանկյունից, որ բոլոր տենց նյուանսները, բոլոր վերլուծությունները համապատասխանում են, նույնիսկ կարող եմ այսպես անել, ու այո, օտեն նույնպես համապատասխանում է այս զոնային, նենց որ այսօր ես դիտարկում եմ ու կարծում եմ, որ Bitcoin-ը պետքա որ բարձրանա, մնացածը արդեն եթե նորություն լինի օրվա ընթացքում կապի կլինենք, բայց հիմնականում սա էր այսօրվա մեր վերլուծությունը, փոքր գրաֆիկական պատկերով կտեսնենք RSI-ը, որ բավականին գերվաճառված է, որը որ եւս պլյուս է մեզ համար ու այստեղ այս զոնայում պետք է արդեն դիտարկվի թե որն է լավագույն կետը մուտքի, լավագույն կետը կարա լինի չոչ փոքր գրաֆիկական պատկերով, որը որ ովքեր գիտեն ոնց է արվում, ինչպես նաև 5 րոպեանոց տրենդի ջարդ, որը որ RSI-ի հետ մեկտեղվում է։ Հենց որ կհանդիպենք հաջորդին, հաջողություն։